Ինչպես տեսնում եք, ես նոր եմ լոգանք ընդունել, ու հիմա պլանավորում եմ անել դեմքի խնամք, բայց ես հիմա շատ քիչ եմ դեմքի խնամք անում, այսինքն եթե առաջ 100 բան էի անում, հիմա աչքերիս տակը այս խաղողի մզվածքով կրեմն եմ քսում և քսում եմ խոնավեցնող, բայց այսօր քսելու եմ արևապաշտպան միայն այդ, որովհետև դուրս եմ գալու տնից առանց դիմահարդարվելու, ուղղակի արևապաշտպան, սիրտս խեղած հենց արագ խփում, և մի երկու գործողություն արեցի, սիրտս բերանումից դուրս է գալի, այս էսպես, և արևապաշտպանս էլ քսեմ ու վերջ, դավես դուք ձեր բանը չտերը հակնում եք, խնդրում եք, դե լավ այս մասը չորացի վարկյան, ինչ հա դավջան, Քոչուստը բալիկս, ախր դու պիտի տեր կանգնես քոչստերին, խոր մի հատ հեսա ճշումըտ նորից չապենք, այսօր ցածր էր խորիկի ճշումը, մեղրաջուր եմ տվել, հիմա մի հատ նորից պետք է չապել, այսօր դուրս պիտի գամ իրականում մի հատ նոր ճնշման ապարատ պիտի վերցնեմ, մեր այս ճնշման ապարատին չեմ վստահում, ինձ թվում է խախտված է։ Արա, բացում ես պատուհանը, որ մաքրոց շնչես։ Խոր, բայց հաստատ փոշի է, կարող է քեզ ա թվում։ Դժվար։ Տպես ժամին այդքան է երթևեկությունն է տենց։ Ոբշե մի հատ անպայման ճշման ապարատ կվերցեմ, բայց մեխանիկական են, տանձիկով, այդ էլեկտրականներին այդքան ես չեմ վստահում, ինչքան ուղղակի սա շատ արդեն հնացել է ու բանը, ոնց որ խախտված լինի, ես այդքան զգում եմ, որ ինքը ճիշտ չի ցույց տալի, որպեսզի ավելի հավաստի լինի, ամեն դեպքում ես նորը կվերցնեմ։ Մեկ էլ մի հատ ապտեչկա պիտի նորից առնենք, հիշում եք այն մեր հին շկաֆը, որ դուրս գրեցինք, այդ շկաֆի դռներից մեկում էր մեր ապտեչկան, լավ փակվող դուռ էր, երեխեքից ապահով էր։ Դա որ դուրս գրեցինք, խորենը առել էր մի հատ ապտեչկա, որի մեջ ենք դնում, բայց հիմա որ դեղերը շատացել են, այդպես լցրած այն բանի գլխին, մեր պահարանի գլխին, ու շատ սենց նեղված վիճակ է ստեղծում։ Դրա համար մի հատ հանրախանութից հարմար մի բան կգտնեմ, դες լինում են էլի ապտեչկաների նման, որ դրանք լցնենք մեջը ու մի քիչ ավելի կոկիկ տեսքի գա։ Կակ տտակ երեխեք ջան։ Հիմա մի հատ ինձ հավաքեմ, այնքան վատ են քնում ես վերջերս, այս խորիկը վաբշե իրան հիմա քունը շատ ա պետք, իսկ իր ուղեղը չի անջատվում, անդադ ինչ-որ բաներ ա գցում, բռնում ու վեր ա կացնում այդ մտքերը իրան։ Դրա համար 7-ին արթնանում ենք արդեն ինչքան ժամանակ ա, քուններս չառած, խառը։ Խոր ջան, որ սովածանաս ինձ կասես, լավ, չենք մոռանում, որ պետք է լավ սնվել, խորիկը մեկ-մեկ։ 12-ին, ուրեմն 11 անց։ Դե ուրեմն ես կասես երբ բերեմ կբերեմ։ Իշերը ճաշմաշը սարքեն։ Հա, ճնշումը այդ մեղրաջուրը պետք է որ օգնի, մի քիչ ավելի երկար ա օգնում իհարկե, քան դեղը կօգներ, բայց կօգնի։ Եղունգներս։ Պետք է գոնե մի հատ լակ քսեմ։ Դե քիպ կտրել եմ, որովհետև մանիկյուր որ չեմ կարող հիմա քսեմ, ժամանակս չի ներում։ Ստացի գոնե կտրեմ այդ դեղնած եղունգներս տկեղ բան են ստեղծում, ասոցիացիա։ Ուղղակի մի հատ լակ կքսեմ հեսա վրայից։ Երեխեք ջան, ես հագնվել եմ որ գամ, խորենը ասեց ան մի քիչ մաքրոթի գնամ, համել ես ապտեկա մտնեմ։ Տես դեղերի հետ ամաննա, որ ասեցի պետք ա մեզ, խորենի դեղերը պատվիրել ենք այսօր երեկոյան կբերեն։ Ինչ-որ տենց օպտովի տեղաբժիշկն ա կարոչի ասել, այդից կարող եք վերցնել, իրանք անվճար առաքում են։ Ես այդ բանն ա, ճշման ապարատը, վերջերս չգիտեմ, դեղերն են ինչն են, խորիկի ճնշումը անցած ընգնում ա։ Եվ այս դեղից երեք մենք առել ենք, բայց մի քիչ պակասում էր, այսօր էլ ենք առել։ Մեկ ես ռեքսոցեֆ, խոր ես ռեքսոցեֆը նորեն նշանակ է քեզ։ Ես որտև ինձ անծանոթ էր, վերջի նշանակումների թուղթը չեմ նայել, խորենն ա պատվիրել այդ դեղերը ու առել այդ հենց բժշկի գնալու օրը, մի անգամից ընդեի ապտեկ արմուտել, այդ բանը արել։ Սրանք, խոր, այս ֆլուկոնազոլի տուփը 12 էր, թե ավել, չեմ շուտ, 12,000 էր սրա մի տուփը, այս ֆլուկոնազոլը։ Իսկ ասեմ երեկվա ես քո տուփի վրա եմ տեսել։ Հլը։ Չեմ կապսում։ Ինքը էժան չի, բայց այդքանը չի լինի, չէ։ Բայրեկվա տուփի վրա ինչ էր։
Երեք էակի սենց էին տվել, չէ, էտենևա այն մյուս դերն, էտեք դերն է։ Որտեվ ես հիշում եմ, որ ես վերևում էտիկետկա եմ տեսել, լավ, օքեյ, դու ես պահի չուտի Հա, չէ, դուր։ ջերմաչափդ մի հատ դիր ասա ինչքան է, ու նոր ես գնամ հանգիստ։ Всё, երեխեքան դուրս կամ։ Հոջան, այս ճշմարապարատն է կպահես, երեխեքը բարի չտա։ Ուրի, ձերի մի անգամ ձեզ սավան։ Երեխեք ջան, ես արդեն դրսում եմ, հիմա պիտի մի հատ բան գնամ, այնտեղից ես գումար ունեմ ստանալու, հետո ես մասին մի քիչ ավելի ուշ կխոսեմ, որից հետո մի երկու գնումներ պետք է անեմ տան համար, հա, այսօր ուզում եմ խորինի համար մսով բորշ սարքեմ, հետո կարծում եմ ավելի սննդարար է, էլի, հետևորդներից մեկը գերեր, որ կեֆիրն է լավ, այսօր կեֆիր էլ կառնեմ, մի խոսքով, միրգ, բանջարեղեն, դրանք շատ կարևոր են հիմա իր բուժման հարցում, սնունդը բժիշկը անդադ նշում է, որ սնունդը շատ կարևոր է, մեզ ասեց բժիշկը, որ fast food, գիտեմ, ծանր սնունդ, ժարիտ, մարիտ, չէ, ավելի տնական, բնական, սննդարար, այդպիսի սնունդ է պետք ընդունել։ Ես տանն եմ, շնաձերի պիտի դուրս գամ, բայց ասեցի մի հատ գնումները ձեզ ցույց տամ, նոր դուրս գամ, մեր մսի խանութը բացել, մսի խանութից վերցրել եմ մի երկու անգամվա սարքելու հավի բուդ և վերցրել եմ մի երկու ճաշ սարքելու խավարի միս, մի հատ բորշ սարքեմ, մի հատ են ինչ-որ մի բան, տեսնենք, թար մեջ, ասեցի վերցնեմ, կհամեմեմ, Խորիկին երկու մայկա եմ առել, անընդհատ քրտնում է ու մայկաները չեն հասցնում չորանալ։ Մի երկու մայկա վերցրեցի, որ հանգիստ փոխի։ Խորիկը վաբշե սև է, սին դրա համար մի հատ սև եմ վերցրել, մի հատ սպիտակ եմ վերցրել ու մի հատ էլ դավուկայիս եմ վերցրել, ինքն էլ պակասություն տալիս այսպես ասած։ Մնացածը արդեն երեխեք ջան, առօրյա այն գնումներն են, որոնք քանի օրը պիտի անել ու ձգձգում էի, մեր տան անձրոցիկ, թակ անձրոցիկը շատ սուտ է, վերջային ձուքանի թուղ, մի հատ էլ է, այս անձրոցիկներն ես մոչ, 300 դրամից է քիչ եմ դուք, զարմանում եմ հիմա որ էժան բան եմ տեսնում, են օր գրեչկայի վրա է զարմացել, 300 քանի դրամ էր մեծ տուփը, եթե չեմ սխալվում, ու այսպիսի բան, всё երեխեք, ես գնամ մի հատ սուսիկ այս տուն պիտի մտնեմ, անելիք կա, ու հետո մտնեմ բանջարեղենի խանութ, մի հատ էլ մթերային խանութ ու գամ տուն։ Վերսուսիկ ես տնից դուրս եկա, վերանս ինձ հոց համակում, չեմ հասկանում ներվային բանա, թե ինչ, իմ մոտ վաբշե ներվային տենց երևույթ կա, ցամաքում է բերանս, նոր տանը ջուր խմեցի մի մեծ բաժակ, էլի ծարավ մերնում եմ, հիմա գնում եմ MG դավը, ասում եմ, մամա համով բան կբերես, ասում եմ ինչ ես ուտում, ժելաշկա, ընդ սոկ, արա քայլեցի սիրտս ծակից, Որսեմ հասցնել անցնել, մեռա ես ծանր էր ձերքս, բալես չէ, կեզ մարոժնի չկա, դու հիվանդ ես, մի րոպե էլի դավջան, այդ պապա, դուր գնա ներս, ես հիմա կեզ կբերեմ, այս ասում ինչա, խորին է քանում, որ դեղել շատ է խմում, 9 անգամ չի կարում հաց ուտի, մեկ-մեկ սենց պիրիկուս է անում, դեղ է խմում, այս ոնց որ թե լավ յոգուրտ է, էլի սենց ավելի բնականին մոտ, անես, կողորից համա, ես կեզ, ես իրան հրամանա, մեկ էլ դες մի հատ ժլաշկային բերը պիտի կիսվեք, երկու հատը շատ է, չեմ ուզում ուտեք, հեսա կասեմ ուրա, չէ, ծամ, դավջան է տիմնա, չէ, տիմն ու պապայինա, կտու ծամունա, տուր, դավջան լավ էլի, ես էլ եմ խորիկին վերցել, մեկ-մեկ Սիրտը ուզում այրա քաղցրը հիմա քչացրել եմ, բայց մեկ-մեկ ուզում այս կեֆիրը, որ ասեցի կօգտակար է, մտածեցի վերցնեմ, կարակ, դվորակ եմ վերցել, որ բանանով ուտի, այստեղ, էլի, իրաս պլիտկայից եմ վերցրել, երեխեքի ժլաշկան, դպրոցի պիրիկուս, այս, օբլես, վերցրել եմ բանան, ասել է դպրոցի, վերցրել եմ լավաշ, մամա ջան մերա ես թթվասեր, մածուն, թավքիտ, և պանիշ,
ուրիշ բան չեմ վերցրել, չէ։ Կարծես թե խորիկիս ծխախոտն է, դե հիմա մենք ծխախոտը թողելու ճանապարհին ենք, որական մի քանի հատիկ է ծխում։ Մի խոսքով, բան ես, ան, էս տար, էս էլ տար, ես հեսա ձեր բանը ժլաշկան կկիսեմ կբերեմ, դա գնամ փոխտոր միած քրտնել եմ։ Երեխեքան նոր խորենի այդ դեղերը, որ պատվիրել ենք բերեցին, հենց սիրուն հերմետ հակած ցելոֆանով։ Այս ինչ ակորտին, էսանք իմունիտետ բարձրացնելու համար է։ Մի ամիս, ամսի 26-ից մի ամիս պիտի խմեմ։ Արդեն իմունիտետի են բոլորը։ Իմունիտետի են դրանք։ Որտեղ անտիբիոտիկներ գիտեք իմունիտետ են կսում։ Դով ջոն, դու խոսք ես, նույն ձերքորի քեզ տանում ես։ Իր համար շշշի կա։ Հա, բայց մի տենց արա, պետք չի։ Մի խոսքով, սրանք բերեցին, կոֆես խմեցի։ Հիմա պիտի անցնեմ ճաշապատրաստմանը։ Անկեղծ եթե մինեմ հոգնած եմ մի քիչ, բայց ուզում եմ այդ մսերը տենց կարգի բերեմ, որը ծածաղցի գցելու ա գցեմ, որը սարքելու ա սարքեմ, որ ուտելու բան լինի նորմալ։ Գիշերը ոլորով ծվածեղի սարքել, գրիլկայի սարքել, հիմա հավիբուդ եմ նաև ուզում սարքեմ, կաբաչկի էի արել, գազար մազար, ուզում էի բարգարեղենային ռագու սարքել, բայց ես գրեչկային երևի վերջանան որ որտեղ շատ շուտ եմ չեմ ուզում սարքեմ, դուրս ասում եմ պայության լողոզված է։ Պապա ջան, դու ես դեղերդ կտանես, որ դավը չտա ջարդու փշուրանի էլի, երկու հատ է որ գցի կարողա փշրվեն մեջը։ Այս երեխեքը մի օր ես լեղաճակ կանեն։ Ինչ էի ասում խոր ջան։ Հա։ Դարու հիշի։ Ասում եմ ես մի հատ ֆարշ բռնեմ կգցեմ մարազիլկա ու կդնեմ հիմա տավարի միսը կսարքեմ, այսօր բորշը կսարքեմ, ամբողջ տավարի միսը կխաշեմ, մի մասը խաշած կգցեմ մարազիլկա, հետո կբսկտեմ, ինչ որ տենց բան կսարքեմ, ասենք, չգիտեմ, սպագետի հետ, տոմատով, ինչ որ մի բան, հա։ Բայց այս կգցեմ մարազիլկա, հիմա կհամեմ եմ, բայց սոխ չեմ անի, սոխով չի կարելի կարծեմ դնել սառնարան։ Համեմունքներ բան կանեմ, լավ կտրորեմ, կարամ սոխն էլ կտրատեմ, հետո սառնան դնելուց սոխերը վրայից հանեմ միգուցե։ Լավ, հələ տեսնեմ, մի խոսքով։ Հիմա ես այստեղ երաժշտություն կմիացնեմ, որ ամուսյակից հետ զրուցեմ, դուք էլ պրոցեսը տեսնեք։ Քանի շաբաթա թողել էի, մի քիչ բարձանի դայետը было, բայց քանի դեռ բորշը պատրաստվում է, ավելի ճիշտ միսը խաշվում է, խորիկը կերակրված է, ամեն ինչ արված է, այս նոր գրիչը խորիկը ինձ տվեց շուտվանից առել էր, տենց ասաց կուզես տամ զգաց, որ գրիչ չունեմ, իրա գրիչն եմ սիրելի թրցնում անընդհատ, ասացի հա ունեմ իրեց ես ինձ։ Հիմա նստեմ մի քիչ պարապեմ, ստիպում եմ ինձ իրականում, պրոստը չեմ ուզում շատ հետ ընկնեմ, այսինքն երբ որ մի բանը մի քիչ երկար սկսում ես թողել, հետո ցանկությունն էլ է պակասում իրանով զբաղվելու, դրա համար ասացի ավելի լավ ինձ ստիպեմ մի հատ երեք գիշերը տնային էս ստուգերա խորելը, նոր թեմա է բացատրել ինձ, նոր թեմա ասած ես նույն թեմայի հաջորդ յունիթն է, ուղղակի տենց մի երկու բառով լրացում արեց ինչ որ պակաս բան կար գլխումս, ու հիմա դրանով եմ զբաղված Մսի ջուրը մի հատ թափեցի, օրելեցրեցի, եղանակն էլ մեկ անձրևը, մեկ արևը, մեկ անձրևը, մեկ արևը։ Երեխեք ջան, ես եկա խոհանոց, որպեսզի շարունակեմ մեր բուրշի պատրաստությունը, այս անգամ որոշել եմ սենց հենց ջրի մեջ լցնեմ կաղամբը, կարտոֆիլը,
Իսկ բազուկը, գազարը, սոխը, տոմատը զաժարկայի պես կանեմ, կլցնեմ վրան, էլի, որ էլ առանցի կասյուկա չանեմ, այլ մի անգամից այս մսա բուլյոնի մեջ հիմա կպատրաստեմ այդ ամեն ինչը։ Խորենին խնդրեցի դասերը փոխի, այսօր ուզում եք պարապեր, բայց թույլ է, ահա որ, արգելեցի։ Դե ասում ա գոնե մի դաս, 1-2 դաս, ասեցի չգիտեմ, եթե զգում ես կձգես, հա, բայց եթե չէ, էներգիան խայտարակ չի չա, խայտարակ։ Իրան հիմա պետք չի վաբշե, որովհետև արդյունքին թուլանում է, ահա որ ձևի, դրա համար իրան ճիշտ է հիմա խաղաղ, պարկած, նստած, քայլելու մաքսիմում ռեժիմն է։ Դաժե այսօր ասենք որ դուրս է գալիս, չէ՞, մեկ-մեկ ասում անուց մեմ դուրս գա մաքուր ոչինչ չեմ, դուրս է գալիս, թուլացած հետ է գալիս։ Զգում եմ, որ իրան մաքսիմում իջնի բակում ծառերի հետ, բանին նստի մաքուր ոչինչ չի, բայց քայլել, գնալ, գալ չեմ ուզում, վաղը չեմ թողելու հաստատ։ Դեռ հիմա իրան թույլ է զգում շատ։ Խորջան քո մասին եմ բան բասում։ Մասին։ Հա, որ պետք է մի քիչ ավելի, ոնց ասեմ, դաս, մաս, բան, դուրս գալ, ներս գալը, մի քիչ։ Դե ես միշտ էդի բնավորությունն է, ինձ կամեմ, ինչև է, չխնայեմ, բայց այդ շատ սխալ է։ Շատ սխալ է։ Կարոջի ես չեմ թողելու վաղը դուրս գաս, մաքսիմում բակում, եթե լավ արևոտ եղանակ լինի, բակում մի քիչ կարաս նստես, շո։ Ու աշխատի, նստես, պարկես, հանգստանաս։ Բան չգիտեմ, որ Ինչա, կուզես այդ բանը, յոգուրտը, որ առել եմ քեզ, Դե երևի ուտեմ, որտեղ Համել հələ կասես համով, այդ Երեմյան պրոդուկտն է, դա լավ բաներ եմ ստել, բայց ինքս առաջի անգամ եմ արել։ Ստուգել եմ ես սա, խորս, հանգիստ, հա, ես ինչ առել եմ, մի ժամ այդ ժամկետները ստուգում եմ նավսյակի, նոր վերցնում եմ, այդ խորիտից եմ սովորել։ Այսօր բանջարեղենի տեղը ասում եմ ամեն ինչից քիչ-քիչ եմ վերցնում, որտեղ ծանր է, ասում եմ ամուսինս օրինակ ավելի բան է, դե աղջիկները, հա ճիշտ եք, ձեր ամուսինը ավելի սենց բջոմարդ է առնում, ու միշտ հարցում է, տեղական է թե չի, ասում հա իրա համար այդ կարևոր է։ Ես մեր հայկականի երկրպագ։ Հա, իրականում ես էլ, չէ, մենք լավ բան ենք Լավը մեր հայկականն է։ Խորենի դասը բրծավ, հա, դեղին է այս լույսս, տարբեր ֆունկցիաներ ունի։ Ես բորշը բերեցի, հիմա փորձում է։ Մածուն էի բերեմ, մածունը փորձի, հետո հասկացա, խորիկա շատ թթվասեր է, ասում ունենք թթվասեր, բայց ես ինձ ոնց սիրում եմ։ Ես միշտ մածունով եմ, ինձ շատ է դուր գալիս։ Համով է, չէ, խոր ստացվել։ Դե դու թթվասեր չես սիրում։ Հա, ճիշտ է, բազուկս այդքան կարում, համովը գոնջուս։ Դե Անուշ արեք, հացով խորս կեր։ Երեխեք ջան, մեզ մոտ արդեն Где-то ժամը 9-ն է գալիս այնտեղ։ Հա, ուղղակի հիմա ես կադում թարց եմ տեսնում դրա համար։ Չեմ կարողանում կարդալ։ Մազերս այսօր անձրևի տակ եմ մնացել, բզբզոտվել է։ Մեզ մոտ քնին կես ժամա պակաս, երեխեքին պիտի պարկասնեմ, բայց ասեցի վլոգը ամփոփեմ, մոնտաժեմ, տեղադրեմ։ Փորձում եմ մի քիչ շուտ տեղադրեմ, որտեղ գիտեմ, որ դուք էլ եք անհանգիստ, սպասում եք, տեսնեք ինչ կա, ոնց ենք եւ այլն, բայց ուզում եի վլոգը ամփոփել շնորհակալական խոսքով, երեխեք ջան։ Հիմա ես անուններ չեմ տալու, ոչ էլ թվեր եմ նշելու, որովհետեւ անունները ցավոք սրտի բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցել են, իմ մոտ չի երևացել։ Ու իսկ թվեր նշելու իմաստը չեմ տեսնում, ով որքան ուղարկել է, ինքը գիտի։ Բայց իմ ամբողջ սրտով, իմ եւ իմ ամուսնու անունից, հա, մեր ընտանիքի անունից, ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն մարդկանց, ովքեր արձագանքել էին, հա, այն մարդկանց, ովքեր սկսած, չգիտեմ, 1000 դրամից, երեխեք այդ հետաքրքիր բան է, երբ որ 1000 դրամ են ուղարկում, մի տեսակ այնպես տենց հուզվում էի, միայն գիտեք ինչից, որ մարդը իր քիչ ունեցածից առանձնացրել քո համար։ Ու ասենք չգիտեմ, շատ շնորհակալությամբ էի լցվում եւ իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր շատ ավելին էին ուղարկել։ Իրենց հոգու մեծության համար եմ շնորհակալ, իրենց պատրաստակամության համար։ Իմ ընկերուհուն եմ շնորհակալ, որը այդ վիդեոն տեսնելուց հետո իր ամուսնու բարեկամու հետ միասին այսպես մեծ օգնություն էին ինձ ուղարկել։ Ինքը ես առանձին իհարկե իր հետ խոսում եմ, չեմ ուզում այստեղ մանրանալ, ես իմ սրտի խոսքը իրեն ասել եմ, բայց
ինքը իսկապես իր հերթին շատ մեծ օգնություն է ինձ ցույց տվել ու էլի լիք մարդիկ, ովքեր ինձ աջակցել էին իրենց հնարավորությունների չափով։ Ես ձեզանից անչափ շնորհակալ եմ, անչափ 1000 դրամից մինչև, չգիտեմ, վերջ։ Շնորհակալ եմ, որ դուք ինձ այս դժվարին պահին օգնեցիք։ Ցավոք սրտի կյանքը բոլորիս համար անկանխատեսելի է, ոչ մեկ չգիտի ինչ վիճակում կհայտնվի, ոչ մեկ չգիտի իրեն վաղը ինչ պետք կգա եւ շատ գեղեցիկ երևույթ է, երբ մարդը պատրաստ է օգնել մարդուն, իսկապես այդպես է։ Ու ուզում եմ, որ այդ մարդիկ իմանան, ովքեր ինձ ուղարկել էին, հա, իրենց օգնությունը, իմանամ, որ մինչև կյանքից վերջ ես հիշելու եմ, օրհնելու եմ իրենց, շնորհակալ եմ լինելու իրենց եւ ես վստահ եմ, որ Աստված իրենց տվածից շատ ավելին իրենց հետ է վերադարձնելու։ Բարությունը միշտ հազարապատկված հետ է վերադառնում։ Չգիտեմ, ես միշտ աղոթում եմ այն մարդկանց համար, այն լավ ու բարի մարդկանց համար, ովքեր եղել են, կան ու կլինեն իմ կյանքում։ Այնպես որ դուք նաև իմ աղոթքներում եք։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց խոսքով են ինձ աջակից եղել, ջերմ խոսքեր, ովքեր աղոթել են խորենի համար, ովքեր սենց, չգիտեմ, ուղղակի սենց ի սրտե իրանց սրտից ինչ որ բան են գրել ինձ կոմենտներում ու այդպիսով սենց ոգևորել են, որ մի փոքր, չգիտեմ, բարդ էտապի ընթացքում դու կարդում ես ու ժպիտ է գալիս քո դեմքին, որովհետև ամեն ինչ միայն նյութականի մեջ չի ամփոփված եւ իհարկե կային մարդիկ, ովքեր այդ պահին չեն կարող նյութական աջակցություն տալ, բայց միշտ պատրաստ են քեզ խոսքով, ջերմ խոսքով, թևեր տալով, հա, աջակից լինել ձեզ եւս անչափ շնորհակալ եմ երեխեք ջան, ես սա չեմ մոռանա։ Աստված տա, որ ոչ մեկս չունենանք օգնության կարիք, հա, այսինքն կարողանանք ինքնուրույն հաղթահարել խնդիրներ, որոնք կլինեն մեր կյանքում։ Բայց ելի եմ ասում, մեզնից որևէ մեկը ապահովագրված չի, եթե կա մեկը, որովհետև եղել են այդպիսի նամակներ, որ ինչ ուզում ալին, դու պետք է սենց բան չանեիր եւ էլի էս տիպի ինչ որ բաներ, Աստված տա, որ նման կերպ մտածող մարդիկ իսկապես երբևէ օգնության կարիք չունենան կամ երբևէ չլինեն այնպիսի վիճակում, երբ այլ ելք չտեսնեն, քան դիմեն մարդկանց օգնությանը։ Ես գտնում եմ, որ 2018 թվականից այս իմ YouTube-յան հարթակը, որտեղ ես սենց ընտանիք եմ ստեղծել, այդ ընտանիքի իրավասությամբ, հա, այդ ընտանիքի ստեղծողի իրավասությամբ ես իմ նեղ պահին կարող էի դիմել իմ աուդիտորիային, իմանալով, որ իրանք սենց իմ վիրտուալ ընտանիքն են ու կաջակցեն ինձ։ Ես գիտեի, որ ինձ կաջակցեն, հատկապես, որ իրենք հասկանում են, թե ես ինչ հարցով եմ իրենց դիմել, ինչ խնդրանքով եմ իրենց դիմել։ Աստված բոլորիդ օրհնի, շնորհակալ եմ շատ, դուք իմացեք, որ իսկապես շատ բարի բան եք արել, իսկապես շատ մեծ օգուտ եք տվել ինձ, շատ կուզեի անուն առ անուն թվարկել բոլորին, բայց ցավոք սրտի այնտեղ չի գրվում անունները հաճախ ու ես բայց դուք գիտեք, որ դուք ուղարկել եք, հա, բոլոր նրանք, ովքեր ուղարկել են ու հիմա նայում են ինձ, այ հենց քեզ շնորհակալ եմ։ Իմացի, որ այսպես հատ առ հատ քո ուղարկած գումարը եւս օգնել է մեզ դժվար ինչ որ սենց բարդ իրավիճակից դուրս գալ ու ես անպայման իմ աղոթքներում կհիշեմ քեզ ու քո արած բարի գործը։ Այսքանով ուզում եմ ավարտեմ վլոգը, գրկում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ եւ շատ շնորհակալ եմ բոլորիդ այս օրերին մեր կողքին լինելու համար։ Աստված բոլորիս հետ, բոլորիս առողջություն տա, բոլորիս, չգիտեմ, ուժ, կորով ամեն ինչ թող տա, հաջողություն տա։ Մի խոսքով, իսկ մենք արդեն կհանդիպենք իմ հաջորդ վլոգում։ Пока-пока։